Հետազոտությունները փաստում են, աշխարհը նորովի բացահայտել ցանկացողների համար Հայաստանը վերջին տարիներին հետաքրքիր ուղղություն է դարձել։ Մեր երկրի տեսանելիությունը туриզմի ոլորտում բարձրացել է, ուստի մեծացել է նաև որակյալ մասնագետների պահանջարկը։ Զբոսաշրջիկին դիմավորել է ուղեկցելն ու հանգիստը գրագետ կազմակերպելն ակադեմիական ուսման մաս են կազմում։ Միջազգային նոր մոտեցումներին ապագա զբոսավարները ծանոթանում են բուհում սովորելու տարիներին։ Այդ ուսանողները ապագա զբոսավարներն են, ուղեկցորդներն են, հյուրանոցային ոլորտում, ռեստորանային ոլորտում աշխատող մեր գործընկերներն են, ինչու՞ չէ, նաև туриզմի կոմիտեում աշխատող մեր ապագա գործընկերներն են եւ շատ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մենք նախորդ տարի ստեղծեցինք նաև դասախոսների ակումբը, որտեղ գրաված են եւ պետական համալսարանի եւ ընդհանրապես կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության բոլոր գործընկերները։ Զբոսաշրջության ոլորտի նորություններին ծանոթանալու, նաև ոլորտի բացերը քննարկելու նպատակով մայր բուհում են տուրիստների քմահաճույքներին քաջատեղյակ մասնագետները։ Պանելային քննարկումը կազմակերպել է աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը։ Գաղտնիք չէ, որ ունենք բավական մեծ պոտենցիալ, լավագույն ուսանողներ, որոնք իրենց գործունեությունն են ծավալում մասնավոր ոլորտում, սակայն մեզ համար կարևոր է նաև, որ այդ ուսանողները իրենց հետաքրքրությունը, իրենց ներուժը, պոտենցիալը վերցրել նաև պետական գերատեսչությունը դեմս կոմիտեը։ Ու այդ շրջանակներում կարծում նման այսպես քննարկումները բավականին արդյունավետ են եւ պայմանավորեցինք, որ կրելու են բարբերաբար բնույթ։ Մասնագետների խոսքով պետք է խթանել պետություն մասնավոր բուհ գործակցությունը, այդպիսով կշահեն բոլոր կողմերը։ Այդ նպատակով զբոսաշրջության կոմիտեն եւ մայր բուհը կստեղծեն աշխատանքային խումբ, որում կներգրավվեն լավագույն ուսանողներն ու աշխատաշուկայի առաջատար մասնագետները։ Երբ պետությունը գումարներ է ծախսում Հայաստանի տեսանելիությունը, ճանաչելիությունը բարձրացնելու ամբողջ աշխարհում, մենք ակնկալում ենք, որ զբոսաշրջիկը գա Հայաստան եւ մնա օրինակ 3-ից 5 օր։ Իսկ հեռահար նպատակում ակնկալում ենք, որ զբոսաշրջիկը վերադառնա։ Իսկ դրա համար պետք է բնականաբար լավ ծառայություններ։ Կառավարության հաստատած զբոսաշրջության զարգացման 2026-30 թվականների ռազմավարությամբ հիմնական աշխատանքները կիրականացվեն պատմամշակութային, արկածային, բժշկական, ագրոուղղություններով։ Ներքին զբոսաշրջությունն ակտիվացնելու համար եւս շատ անելիքներ կան, ասում է Գևորգյանը։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան, լուրեր։